Կենսաբույժ, կենսահաղորդիչ Ռաֆայել Սարգսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Նախ եկեք սկսենք նրանից, թե ինչ է նշանակում կենսաբույժ եւ ինչ է նշանակում կենսահաղորդիչ։ Ինչով են այս երկուսը իրարից տարբերվում, որովհետեւ ամեն ինչ պարզ լինի։ Իմ գործունեությունը հիմնականը համարում է կենսաբույժ, կենսահաղորդիչ։ Կենսաբույժ նշանակում է, որ մեծ սրահներում, մեծ դահլիճներում խմբակային սեանսեր եմ տալիս, իսկ կենսահաղորդիչ, որ ես աշխատում եմ տարածքի վրա վայբրով, այսինքն ինչպես հիմա ես վայբրով աշխատում եմ ամբողջ աշխարհի հետ։ Ամերիկա, Կանադա, ամբողջ Եվրոպա, Անգլիա, Ավստրալիա, Ճապոնիա եւ Ռուսիա։ Սա այն process-ն է, որը սա մտքի ուժն է, որը մենք բոլորս գիտենք, որ մտքի ուժը մի այնպիսի ուժ է, որ դա ամեն ինչ կարող է անել։ Եվ դա տարբերվում է էքստրասենսից այն առումով, որտեղ էքստրասենսները աշխատում են իրենց տրված էներգետիկ դաշտով։ Մոլորակի վրա բնակվում է 7 միլիարդ 600 միլիոն մարդ, եթե իհարկե չի ավելացել, մի քանի տարի առաջվա բան եմ ասում։ Բոլոր մարդիկ էլ ունեն այդ էներգետիկ դաշտը, այսինքն բոլորն էլ էքստրասենսներ են։ Իսկ ինչ է նշանակում էքստրասենս։ Շատերը էքստրասենսներն են պատկերացում չունեն, թե ինչ է նշանակում էքստրասենս։ Էքստրասենսը դա անգլերեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է գերզգայունություն։ Նայած ում մոտ ինչ չափով է տրված։ Նրանք աշխատում են իրանց դաստակներով, այսինքն ափի մեջով է դուրս գալիս այդ էներգետիկ դաշտը, որ նրանք աշխատում են այսպես։ Բայց կան մարդիկ պատկերացում էլ չունեն, թե էներգետիկ դաշտը ոնց է դուրս գալիս, եւ մի գաղտնիք էլ ասեմ, էներգետիկ դաշտը ես տեսնում եմ ցանկացած մարդու մոտ, ինչ չափով է ինքը դուրս գալիս է թե չէ։ Ես տեսել եմ այդպիսի մարդկանց, որ աշխատում են, հետարցունից դրտված, մտած մի հատ կենտրոն մտնեմ նայեմ։ Նայեցի, որ այդ մարդու մոտ չկա այդ, բայց իրան ինքը դրել է մի հատ եսի ինչի տեղ։ Մի խոսքով խնդիրը այստեղ ինչու՞մն է։ Իմ գործունեությունը դա համար կոչվում է կենսաբույժ, կենսահաղորդիչ, այսինքն նորից եմ կրկնում, կենսաբույժը դա մեծ դահլիճներում աշխատանքն է կամ հանրատական, իսկ կենսահաղորդիչ, որ ես աշխատում եմ տարածքի վրա, որը դա ֆիզիկական ներգործություն է տվյալ անձի վրա։ Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ 2-3 երեխան ոչինչ չի հասկանում, ինքը չէ նրշնչանք չգիտի, թեկուզ մենք գիտենք, որ նրշնչանքը մեծ դեր է տարում մարդու կյանքում։ Բայց այդ փոքրիկը ապակինվում է։ Ես աշխատում եմ, օրինակ Կանադայում ես ունեմ այդպիսի երեխա, որը 3 տարեկան է, մտավոր հետամնաց, աուտիզմ, որը դա ես այդ երեխային մի տարի աշխատելուց հետո վերականգնեցի։ Ով կարա բացատրի, դա ոչ ոք։ Ցանկացած ոլորտի գիտական ինչ կոչում ուզում է ունենա, ուզում է պրոֆեսոր, ուզում է ակադեմիկ լինի, ուզում է դոկտոր լինի, նրանք պատկերացում չունեն այս գործունեությունների մասին։ Քանի որ նրանց համար դա տեսանելի չէ, շոշափելի չէ, նրանք չեն ընդունում։ Եվ ես դա, երբ որ ինձ առողջապահության նախարարությունից 91 թվին ես վերցրեցի ուղեգիր, ինձ տվեցին ֆիզիոթերապիա, որ ինձ տուղմ էր ամբողջ բժշկական անձնակազմը, ֆիզիոթերապիայի տնօրենն էր Յուրի Թունյանը, որ անձամբ ինքը այնտեղ նստած էր։ Իրանց լսարանում, իրանց հիվանդների հետ, բժիշկների հետ, բոլոր նստեցին, ես նստեցի, որը 91 թվին H1 հեռուստատեսություն է, որովհետև պետական մասնավոր հեռուստատեսություն գոյություն չուներ, մենակ պետական հեռուստատեսություն էր, որ եկան իրանք նկարեցին։ Այդ ինչ որ ասում եմ, հիմա կարող եք տեսանյութը դնել եւ նայել։ Առաջարկում եմ բոլորի ջերմությունը ես ինձ Թունյանը ասեց, ո՞նց կարող ես ապացուցել, պրոֆեսոր, որ դու տալիս ես։ Ասի պարոն Թունյան, բոլոր հիվանդներին եւ ձեր բժիշկներին տվեք ջերմաչափ, ասեց ինչի համար։
ասի նախորդ դրեք, թափ տվեք, դրեք, նայեք ինչքան է ու դրա հետ էլ բերեք մի 7 հատ փոքրիկ երեխեք, 4-5 տարեկան, նախորդ դրեք, նայեք ինչքան է, 5 րոպեից հետո արդեն ցույց է տալիս օրգազմի ջերմությունը, թափ տվեք, դրեք թևի տակ, իմ աշխատելուց հետո բոլորի ջերմությունը ես բարձրացնեմ, ասեց ոնց, ասի այո, իմ աշխատանքից հետո, որը կա տեսանյութում, բոլոր ջերմությունը, որ 6.2 էր, դարձրեցի 7.4, 7.8, այսքան ամենակիչը 4 խազ, ամենաշատը մինչև 15 խազ ես բարձրացրեցի։ Հիմա առաջարկում եմ դիտենք այդ մասին պատմող տեսանյութը ու շարունակենք մեր զրույցը։ Այդ նույն process-ը ես կատարել նաև առողջապահության նախարարությունում, որ ինձ ստուգում էին ամբողջ մի անձնակազմ։ Ես այնտեղ Յուրի Թունյանին, պրոֆեսոր Յուրի Թունյանին, ֆիզիոթերապիայի տնօրենին, որ ես տվեցի եւ որ ես խնդրեցի, որ ամբողջ ձեր բժիշկներին եւ հիվանդներին, որ լսարանում էին, տվեք ջերմաչափ, ասեց ինչու համար, ասի որ ես ապացուցեմ բոլորին տալիս եմ էներգիա։ Եվ բոլորը նախորդ դրեցին, չափեցին ինչքան է ջերմությունը, դրանից հետո հանեցին, գրանցեցին, ասին բա թափ տվեք եւ դրեք թևի տակ։ Հանեցին, թափ տվեցին եւ դրեցին թևի տակ։ Իմ աշխատելուց հետո բոլորի ջերմությունը ամենաշատը մինչև 12-15 խազով բարձավ, ամենակիչը մինչև 3 խազ։ Այսինքն դրանով ապացուցեցի, որ ես տալիս եմ էներգիա։ Այժմ վերականգնողական թերապիայի գիտահետազոտական ինստիտուտում անցերկացվում էքսպերիմենտի կարգով էքստրասենս Ռաֆիկ Սարգսյանի սեանսը։ Հիմա ես ուզում եմ հարցով դիմել սեանսի մասնակիցներին։ Խնդրեմ, ինչ զգացիք դուք։ Ես զգացի, որ ջերմաստիճանս բարձրացավ մի քիչ, ընդհանուր այսպես ինչ-որ կարծես մի քիչ լիցքավորվեցի, մի փոքր։ Դե ուրիշ ոչ մի բան առայժմ։ Ծակծկոցներ։ Մի փոքր ծակծկոցի զգացում, այո։ Եվ ներկայացրեք խնդրեմ։ Գրիգորյան, ուրեմն գաստրոենտերոլոգիական բաժանմունքի գիտական ղեկավար, բժշկության գիտությունների դոկտոր։ Ինքներդ ինչպես եք վերաբերվում այս էքսպերիմենտին։ Ну, ես իհարկե դրական եմ դա, դրական եմ մտնում, բայց ես կարծում եմ, որ պետք է ուսումնասիրությունները շարունակվեն։ Դեռ նախնական է, դեռ շատ դժվար է որևէ բան այսպես կոնկրետ օբյեկտիվ ասել, դեռ պետք է աշխատել։ Ինչ զգացիք դուք։ Իմ ջերմությունը 36.4 էր, հետո արդեն դարձավ 37.2։ Ես զգացի ինձ վրա տաքություն, ջերմություն, քրտինք, ու ընթացքում քունը ստանում էր։